Ալլատրա հարթակի կողմից կազմակերպված կոգնիտիվ պատերազմի, տեղեկատվական ահաբեկչության և մանիպուլյացիայի ազդեցությունը խորագրով կոնգրեսի ճեպազրույցը տեղի ունեցավ Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրի վրա Ռեյբըրն Հաուսում, որը ամերիկյան քաղաքականության հիմնական որոշումների կայացման վայրն է։ Միջոցառումը միավորել էր քաղաքական գործիչներին, ազգային անվտանգության փորձագետներին, հետազոտողներին և մարդու իրավունքների պաշտպաններին, քննարկելու մեր ժամանակների ամենահրատապ հարցերից մեկը՝ կոգնիտիվ պատերազմը։ Միջոցառման ընթացքում քննարկվել է, թե ինչպես են վերահսկային ցանցերը շահարկում հասարակական կարծիքը, տարածում ապատեղեկատվություն, ներթափանցում հաստատություններ և համակարգում բռնության գործողությունները, որպես ժողովրդավարական հասարակությունները անկայունացնելուն ուղղված հիբրիդային ռազմավարությունների մաս, ինչը լուրջ և աճող սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Այս տեսակի հարձակումը չի ոչնչացնում հասարակությունը ռումբերով, այլ քայքայում է այն ներսից, կոգնիտիվ պատերազմի միջոցով։ Մենք բարձր աստիճանի վստահությամբ ենթադրում ենք, որ այս մեթոդները մշակվում և իրականացվում են համակարգված վերազգային ցանցի կողմից, որը ներկայացնում է հիբրիդային ահաբեկչության նոր ձև։ Դրա գործողության մեթոդների հիմնական տարրերը ուղղակիորեն փոխառված են նացիստական քարոզչությունից։ Ցանցը նաև օգտագործում է KGB-ի մշակումները հոգեբանական գործողություններում։ Ցանցն ըստ էության կառավարվում է մեկ կենտրոնից, որը, փաստորեն, Ռուսաստանի Դաշնությունն է և նրա հատուկ ծառայությունը՝ ՖՍԲ-ն։